Օր 5-րդ և Արտեմիս 2 առաքելությունը մոտենում է ավարտին։ Շատ քիչ է մնացել, որ NASA-ի տիեզերագնացները հասնեն լուսնին։ Վաղ առավոտյան ժամը 6-ի տվյալով նրանք արդեն հասել էին լուսնի ձգողականության ազդեցության գոտի։ Այսինքն այնտեղ, որտեղ լուսնի ձգողականությունն ավելի ուժեղ է, քան երկրինը։ Կադրում Օրիոն տիեզերանավի դեպի լուսին թռիչքի ուղիղ հեռարձակման գրաֆիկան է։ Ամեն վայրկյան տիեզերանավը ավելի ու ավելի է հեռվանում երկրից ու մոտենում լուսնին։ Ըստ պլանի, օրվա վերջում այն կհասնի նախատեսված ամենամոտ կետին, լուսնից ընդամենը 6500 կիլոմետր հեռու։ Սա պարզապես ֆենոմենալ է, այն լուսինը, որին հիմա մենք նայում ենք, ընդհանրապես կապ չունի այն լուսնի հետ, որը տեսնում ենք երկրից։ Սրանք Քրիստինա Քոխի լուսին մեկնած 4 աստղագնացներից մեկի խոսքերն են թռիչքի ընթացքում։ Տիեզերագնացները ոչ միայն հիացել են լուսնով, այլև դիտարկել են լուսնային խառնարանները, նրա հսկայական բազալտե հարթավայրերը։ Օրիոն տիեզերանավի անձնակազմում 3 ամերիկացի և 1 կանադացի տիեզերագնաց կա։ Սա այն պատկերն է, ինչ տեսնելու են տիեզերագնացները իրենց պատուհանից լուսնի մոտով անցնելիս։ 7 ժամ տևողությամբ այս վիզուալիզացիան ստեղծել է NASA-ն։ 1972 թվականից հետո առաջին անգամ դեպի լուսին այս պատմական թռիչքը դառնում է մարդու երբևէ կատարած ամենահեռավոր ճանապարհորդությունը երկրից մոտ 406,000 կիլոմետր հեռու։ Այս թռիչքի նպատակը ոչ թե լուսնի վրա վայրէջք քանելն է, այլ լուսնի մակերևույթի առանձնահատկությունները ուսումնասիրելը։ NASA-ի գիտական խմբի հանձնարարությունն է փորձարկել Օրիոն տիեզերանավի անվտանգությունը, երկար ճանապարհի պայմանները, այդ թվում կապը, համակարգերը, սնունդը, թթվածինը։ Սա նաև լուսնին հնարավորինս մոտ աշխատելու կարևոր փորձառություն է տիեզերագնացների համար։ Ըստ NASA-ի Արտեմիս 2-ը նոր իրական պատկերացումներ կտա լուսնի մասին և ճանապարհ կհարթի հետագա առաքելությունների համար, որոնց թվում են նաև մարդկանց վայրեջքը ու մշտական բազայի ստեղծումը լուսնի վրա։ Լիլիթ Գասպարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։